Պարոն Սիմոնյան, Բելարուսի արտգործնախարարությունը անդրադարձել է ձեր հայտարարությանը, այն դուք հարցազրույցում նշել էիք, թե մենք այնպիսի երկիր չենք, որ Բելարուսի նման կառավարվենք, ասում են, որ դա նախընտրական պոպուլիզմ է, իրականությունից կտրված են Հայաստանի իշխանությունները, ինչպես եք մեկնաբանում։ Չեմ մեկնաբանում։ Բելարուսը, Հայաստանը, Հայաստանը։ Դուք կապրեիք Բելարուսում։ Բելարուսը կապրի Հայաստանում, ամեն մեկ իր երկիր ունի, ես իմ երկրի պատասխանատու եմ։ Ոչ մի ավելացնելու բան չունեմ։ Չէ՞ կարծում, որ դա միջ հարաբերությունները երկու երկրները կարող է ավելի վատացնել, հաշվի առնելով թեմա ինչ փուլում են հայ-բելարուսական հարաբերությունները։ Ես կարծում եմ Հայաստանի նկատմամբ ՕԴԿԲ-ում գործընկերոջ նկատմամբ Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները եւ էլի ու շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները եւ քաղաքական կուրսը դա ամեն պետության ընտրության հարց է Հայաստանի Հանրապետության համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են եւ ես կարծում եմ, որ ամեն պետություն իր օրինակն է ընտրում։ Մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրանք մի քիչ այլ ճանապարհ են։ Պարոն Սիմոնյան, ինչպեսին Հայաստանը։ Իսկ ինչպես է պատահել, որ դուք դիվանագիտորեն չեք ձևակերպում ձեր ասելիքը, այլ շատ ավելի սուր, դա դրա բաժանմամբ է եղել, թե դուք եք այդպես։ Ես կարծում եմ այս տարիների ընթացքում ակնհայտ է, որ դա իմ բնավորության, իմ խառնվածքի մի մաս է եւ բացի այդ ես պարլամենտական գործիչ եմ եւ ավելի ազատ եմ, քան մեր որևիցե կոնկրետ գերատեսչության պատասխանատվության ոլորտ ներկայացնող մարդիկ եւ պարլամենտականները շատ ավելի ազատ են իր խոսքի, իրենց մտքերի մասով, կարծում նորություն չկա։ Պարոն Սիմոնյան, այսինքն Բելարուսի օրինակով խոսելը։ Ինչ օրակարգում փողոքի նոտան որ հղել են։ Ես չգիտեմ, ես ձեր մոտ կարդացի, որ տեղեկություն չկա, ես տեղեկություն չունեմ։ Ձեր լուրը ձեր մոտից եմ իմացել, որ դες բանը։ Բայց տեղյակ չեք ձեր հայտարարությունը։ Արդեն ասացի։ Իսկ ձեր հայտարարության մասով որ Բելարուսի օրինակով եք ասում։ Մանոր Նարեկետին չենք խոսում։ Ինչ եմ ափսոսում հասկանում։ Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը կախվածության մեջ քաղաքական չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական եւ մնացած բոլոր առումներով բարձրացնելու է եւ Բելարուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է, իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով եւ օրենքի գերակայությամբ։